Փաշինյանը ասել էր, որ եթե իրեն չընտրեն, ապա պատերազմ կլինի։ Ձեզ ինչն է կղատի ուներ նա։ Չգիտեմ։ Չկարողացել իրեն հարցրել։ Իսկ ձեզ դա հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է, իհարկե։ Իհարկե, մենք լենց վիճակում չենք, որ հանգիստ ապրենք։ Պատերազմ անպայման կլինի։ Երևի մի օր։ Որտեղ մենք շրջապատված ենք նենց հարևաններով, որ դժվար թե պատերազմ։ Իհարկե դա մեծ ցանկություն է, որ չլինի, բայց պետք է պատրաստվենք։ Իսկ մինչ այդ մենք բացարձակ չէինք պատրաստվել դրան, բացարձակ։ Երբ որ մեր թշնամի պատրաստվում էր, մենք հանգիստ դղյակներ էինք կառուցում ու չգիտեմ ինչեր էինք անում, ինչերով էինք զբաղված։ Իսկ ձեզ ներկայումս պատրաստվում են, թե ոչ։ Ես իհարկե շատ խորացած չեմ դրա համար, բայց կան բաներ, ասեկոսեներ եւ ոչ միայն ասեկոսեներ, փաստեր, բաներ, որ երբեմն ներկայացնեն, որ որոշ ձևով պատրաստվում են, այո։ Մեր երկրի հնարավորությունների չափ։ Շնորհակալ ենք։ Ինչքան էլ պատրաստվեցինք, ամեն դեպքում այդ ամեն ինչը վերջում հանձնեցին ու եկան։ Տենց չպետք է լիներ։ Ու անընդհատ պահանջատիրական ներկայացնել պահանջատերի ձևով տենց չի։ Մենք ի վերջո շատ բան ենք արել այն հողի համար, որը հաշտությամբ հանձնեցին ու եկան։ Այն ինչ որ ասել է, պատերազմ կլինի, եթե չընտրենք իրան, հետ է ասել։ Ձեր կարծիքով կարող է դա լինել, թե ոչ։ Դժվար է ասել, կարող է մի քիչ էլ ավելի ճոխ է ներկայացնում, բայց պատերազմ կարող է լինել, դաժե եթե իրան ընտրենք, էլի կարող է լինել։ Կարգավորությունով չեն զբաղվում, ոնց որ նշանակություն չունի իմ համար։ Բլեֆանում, որ իրան ընտրեն։ Բան չեմ կարող ասել։ Որ ասել է, էլի։ Որ ասել է, ուրեմն մի բան գիտի, էլի։ Ես չեմ կարծում։ Այդպիսի բան չեմ կարծում, որ ասած լինի։ Խաղաղություն մեկը լինելու է։ Հավատացեք, որ լինելու է խաղաղություն։ Անկախ ամեն ինչից։ Ինչ նկատի ուներ, որ ռուսամետ ուժերը իշխանության գալով պիտի համաձայնության գան Ռուսաստանի հետ, դրա համար էլ ինքը տենց ասում, բայց պատերազմ չի լինի։ Այդ թիմարությունը։ Ուզում են, որ ինք ուզում է, որ իրան ընտրեն, պատերազմով վախեցնում է ժողովրդին։ Իսկ ձեզ հնարավոր է պատերազմ լինի։ Ամեն ինչ հնարավոր, ամեն ինչ։ Ոչ մեկ գարանտիա չունի, թե ինչ է կատարվում այս երկրում։